իրավական գնահատականների հետ համաձայն չլինելու դեպքում դրանք վիճարկել պատշաճ դատապարտական ընթացակարգերով։ Մյուս դիտարկումների մասով, որոնք վերաբերում են հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածված տեսաձայնագրությունների ուսումնասիրությանը, որոնք դիմում եւ դիմողի ներկայացուցիչ բանավոր խոսքում ներկայացվեցին օրինակներով, ընդհանուր առմամբ հետեւյալը կասեմ դրանց կապակցությամբ, պարզ հասկանալով, որ Սահմանադրական դատանի քննության առարկա չեն հանդիսանում տարբեր քրեական վարույթներով կատարված իրավական որակումները, հանրային հետապնդման հիմքում դրված ապացույցների զանգվածը եւ այլն, սակայն ներկայացվեցին կոնկրետ հաղորդագրություններ, դրանց մասին նշվեց կոնկրետ կարի ֆաբրիկա ունեցող անձի խոսակցություն, կոնկրետ քաղաքական ուժի ներկայացուցիչի հետ, ներկայացնելով, որ այն իրավական բնույթ չի կրում, փաստեմ առանց անեղության կանխավարկածը խախտելու, որ այս դրվագով կա հանրային հետապնդման որոշում եւ այս փաստական տվյալները ներառված են ապացույցների զամբյուղում։ Խոսք գնաց տաբատ նվիրելու մասին, ներկայացվեց որպես իրավական բնույթ ունեցող խոսակցություն։ Հանրային հետապնդման որոշում կա, որ այդ տաբատը որպես ընտրակաշառքի առարկա է եւ մնացածի մասով առկա են թե վարույթ նախաձեռնելու որոշումներ, թե հանրային հետապնդման որոշումներ։ Չխորանալով դրանց իրավական հիմքերի մեջ, միայն նշեմ, որ բոլորը բացառապես կրում են փաստական տվյալներ։ Եվ հակակոռուպցիոն կոմիտեում կան բազմաթիվ ու բազմապիսի ստացված տվյալներ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, որպիսի տվյալներն առկա են քրեական վարույթի տվյալներում, որոնք պարունակում են վիրավորանքներ տարբեր անձանց, այդ թվում քաղաքական ուժերի հանրությանը հայտնի ներկայացուցիչների վերաբերյալ, պարունակում են վիրավորանքներ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների վերաբերյալ, եւ եթե հակակոռուպցիոն կոմիտեն չհետապնդեր լեգիտիմ նպատակ տեսանյութեր հրապարակելով, այդ ձայնագրությունները հանրությունը այս պահին արդեն իսկ լսած կլիներ։ Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ հրապարակումները կրել են բացառապես կանխարգելիչ եւ իրավական նպատակ։ Այն պատճառաբանությամբ, որ կոռուպցիոն ընտրական հանցագործությունները հանդիսանում են լատենտային հանցագործություններ, որոնց դեպքում կոռուպցիոն սխեմայում ներգրաված անձինք կաշառք տվող, ստացող, օժանդակող եւ նույնիսկները շահագրգռված չեն հանցագործության բացահայտմամբ եւ բացակայում է ակտիվ ազդակը եւ կանխարգելումն ունի հետեւյալ ազդեցությունը։ Ընդհանուր կանխարգելում պոտենցիալ իրավախախները տեսնում են, որ նման գործողությունները գտնվում են իրավաբանի ուշադրության կենտրոնում եւ բացահայտման հավանականությունը բարձր է։ Հասարակական իրազեկում քաղաքացիները տեղեկանում են, թե ինչ մեխանիզմներով են իրականացվում ընտրական հանցագործությունները եւ ավելի հեշտ են ճանաչում դրանց դրսեւորները։ Համագործակցության խթանում, երբ մարդիկ տեսնում են, որ իրավաբաններն արդեն ունեն որոշ տվյալներ, նրանք հաճախ ավելի պատրաստակամ են դառնում հաղորդելու իրենց հայտնի փաստերը եւ տրամադրելու լրացուցիչ ապացույցներ եւ հանդես գալու որպես վկա։ Լատենտային ընտրական հանցագործների դեմ պայքարի հաջողությունը մեծապես կախված է կանխարգելումից եւ քաղաքացիների համագործակցությունից, որին հակակոռուպցիոն կոմիտեն հաջողությամբ հասել է։ Այլ կերպ ասած, լատենտային ընտրական հանցագործների դեմ պայքարում հրապարակայնությունը չի կարող լինել որպես ինքնանպատակ, այն քրեական քաղաքականության գործիք է, ուղղված թաքնված հանցավորության բացահայտմանը, կանխարգելմանը եւ հասարակության ներգրավմանը։ Տեսանյութերում քաղաքական ուժի ներկայացուցիչների հրապարակային ելույթների հատվածների օգտագործման մասով նշեմ, որ դրանք օգտագործվել են տեղեկատվական եւ համատեքստային նշանակության կոնտեքստում։ Դրանք չեն օգտագործվել որևէ իրավական փաստ հաստատելու կամ անձի նկատմամբ քրեադատավարական հետևանքները հիմնավորելու նպատակով։ Եվ վերջի դիտարկումը բարձր դատարան։ Հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունների հրապարակայնությունը գնահատվեց
առանցքում ընդունելով այն, թե կոնկրետ քաղաքական ուժի տարբեր ներկայացուցիչներ տարածել կամ իրենց հրապարակային խոսքում օգտագործել են հրապարակված տեսաձայնագրություններից հատվածներ։ Սակայն հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունների հրապարակայնությունը գնահատելիս պետք է հաշվի առնել դրանց նպատակը եւ իրավական հիմքը, այլ ոչ թե հետագայում որ քաղաքական դերակատարները դրանք տարածեցին կամ իրենց հանրային խոսքում օգտագործեցին։ Քննարկվող դեպքում հակակոռուպցիոն կոմիտեն ունեցել է լեգիտիմ նպատակ եւ իրավական նպատակ կանխարգելել հանցագործությունը, բացառել ընտրողների ազատ ընտրության խոչընդոտումը։ Օրինական հիմքի մասով բոլոր ձայնագրությունները, որոնք հրապարակվել են, ստացել են պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում։ Հրապարակման իրավական հիմքին անդրադարձա ամփոփեմ։ Քրեական դատավարության օրենքի համաձայն նախաքննական գաղտնիքի տվյալների հրապարակման բացառիկ լիազորությունը պատկանում է վարույթն իրականացնողին։ Ամփոփելով նշեմ, որ հակակոռուպցիոն կոմիտեն գործել է օրենքի գերակայությունը ապահովելու դիրքերից եւ դրանք հրապարակելով ունեցել է եւ լեգիտիմ նպատակ եւ իրավական հիմք։ Շնորհակալություն։